Բարի օր, այսօր խոսելու ենք արյան մակարդելիության հիվանդություններից մեկի հեմոֆիլիայի մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք Յորյան արյունաբանության եւ ռուսկաբանության կենտրոնի հեմոֆիլիա եւ տրոմբոզի կենտրոնի արյունաբան Լիաննա Համբարձումյանին։ Բարև ձեզ, բժիշկ։ Բարև ձեզ, Անի ջան։ Ինչ հիվանդություն է հեմոֆիլիան։ Նախ ասեմ, որ բավականին ուշադրության կենտրոնում գտնվող հիվանդություն է եւ ասեմ նաեւ, որ ապրիլի 17-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես հեմոֆիլիայի օր։ Առհասարակ մեր մակարդելիության համակարգը բավականին խառը, խուճուճ եւ բազմաթիվ գործոններից կազմված համակարգ է եւ մենք հեմոֆիլիա անվանում ենք մակարդման 8-րդ կամ 9-րդ կամ 11-րդ գործոնի քանակական անբավարարությունները կամ իրենց ֆունկցիոնալ խանգարումները, այսինքն երբ որ քանակով նորմալ են, բայց իրենց գործը, այսպես ասած, վատ են կատարում։ Հեմոֆիլիա A-ն դա 8-րդ գործոնի անբավարարությունն է, հեմոֆիլիա B-ն կամ Քրիսմասի հիվանդությունը 9-րդ գործոնի անբավարարություն է եւ հեմոֆիլիա C-ն 11-րդ գործոնի անբավարարություն է։ Այսօր հիմնականում իմ ասելիքները վերաբերվելու են հեմոֆիլիա A-ին եւ B-ին, որովհետեւ ընդհանրություններ իրենք են, որ ունեն։ Հեմոֆիլիա C-ն ամեն ինչով գրեթե տարբերվում է իրենցից, դրա համար եթե ժամանակ մնա, վերջում նոր C-ի մասին եւս կխոսենք։ Խոսենք հենց A-ի եւ B-ի մասին եւ C-ին եւս անդրադառնանք, որովհետեւ կարծեմ այն բնորոշ է հիմնականում կանանց։ Տեսեք, սովորաբար հեմոֆիլիա A-ն եւ B-ն սովորաբար հիվանդությունը դրսևորվում է տղաների մոտ։ Հեմոֆիլիա C-ի հետ կապված սեռերի տարբերություն չկա։ Ինչու է հեմոֆիլիա A-ն եւ B-ն մեծ մասամբ դրսևորվում տղաների մոտ, որովհետեւ նա X շղթայցված հիվանդություն է, այսինքն գենի խնդիրը հեմոֆիլիայի 8-րդ կամ 9-րդ գործոնի սինթեզը պայմանավորող գեները գտնվում են X քրոմոսոմում։ Մենք գիտենք, որ տղամարդկանց սեռական քրոմոսոմները իրենք ունեն X եւ Y, կանայք ունեն 2X։ Ինչու է տղաների մոտ դրսևորվում, որովհետեւ եթե տղան իր մամայից վերցնում է X-ը եւ չունի երկրորդ X, իսկ կարող է լինել հնարավորություն, որ երկրորդ X-ի վրա գտնվեր նորմալ գենը եւ ապահովեր օրգանիզմում նորմալ քանակի ֆակտորի սինթեզ, այս պարագայում նա երկրորդ X-ը չունի, ունի X-ի փոխարեն Y եւ դրա համար եթե արդեն մուտացված գենն է ձեռք բերում, իր մոտ հիվանդությունը դրսևորվում է։ Կանայք կարող են լինել կրող, որովհետեւ եթե 1X-ի վրա գենը լինում է, երկրորդ X-ը կարելի է ասել կոմպենսացնում է մյուսին։ Բայց կանանց դեպքում էլ շատ հազվադեպ կարող է հիվանդությունը ամբողջ կլինիկական, այսպես ասած, դրսևորումներով լինել, այն դեպքերում, երբ որ օրինակ շատ հազվադեպ, բայց տեսականորեն կարող է աղջիկը եւ մամայից եւ պապայից վերցնել հենց մուտացիայի արկայությամբ X-ը կամ այն հիվանդությունների դեպքում, երբ որ ժառանգական հիվանդությունների քրոմոսոմային, երբ որ աղջիկները չունեն 2X, այլ ունեն 1X, մյուսը բացակայում է, կամ այն դեպքերում, երբ որ 2X-երից պարուրվողը առողջ գենը կրող X-ն է եւ հետեւաբար դրսևորվում է մուտացված տարբերակը։ Առհասարակ հեմոֆիլիան ժառանգական հիվանդություն է, այսինքն մենք գենը վերցնում ենք ծնողից, բայց սա դեպքերի 70%-ն է։ Մյուս 30% դեպքերում գենի փոփոխությունը, այսինքն մուտացիան տեղի ունենում ներարգանդային կյանքում, այսինքն եւ մաման եւ պապան փոխանցում են առողջ գենը, փոփոխությունը տեղի ունենում ներարգանդային կյանքում, դրա համար տվյալ պացիենտը կարող է լինել իրենց ընտանիքում առաջին հեմոֆիլիայի դրսևորումը։ X շղթայցված են համարվում հեմոֆիլիա A-ն եւ B-ն, իսկ հեմոֆիլիա C-ն արդեն աուտոսոմ ժառանգման հիվանդություն է եւ սեռերի տարբերություն իր դեպքում չկա։ Հղիության ընթացքում կարող են պարզել երեխան կունենա հետագայում այդ խնդիրը թե ոչ եւ ինչպես է լինում, որ ծնողները հիվանդ չլինեն, բայց երեխան ունենա։ Առհասարակ այո, հղիության ընթացքում եւս հնարավոր է պարզել, բայց առավել գրագետ մոտեցումը կլինի այն դեպքում, եթե օրինակ տեղեկացվածությունը արդեն կա, որ ընտանիքում կա հեմոֆիլիայով պացիենտ, օրինակ մորեղբայրների մեջ կամ պապիկը, կամ հենց հայրը, կամ մայրը կրելիությունը ունի, այսինքն եթե գենի մասին գիտենք, նախքան հղիության պլանավորումը ամենաիդեալական տարբերակը կլինի անցնել բժիշկ գենետիկի խորհրդատվություն եւ արդեն գենետիկի հետ քննարկել հետագա տարբերակները։ Ինչ վերաբերվում է, եթե ընտանիքում չկա հեմոֆիլիայի կրելիություն կամ կա, բայց առանց գենետիկի խորհրդատվության են հղիությունը գրանցվել, հղիության ընթացքում եւս հնարավոր է պարզել։ Կան որոշակի շաբաթականներ, որոնց դեպքերում հնարավոր է, բայց շաբաթից կախված հետազոտությունների բնույթը տարբեր են լինում։ Հնարավոր է պարզել 10-12 շաբաթականում կամ 16-ից 20 շաբաթականում ամնիոցենտեզի միջոցով կամ 20 շաբաթականում ֆետոսկոպիա է իրականացում եւ պտղի արյան մեջավոր
որոշվում ֆակտորի քանակը։ Իհարկե, այս միջամտությունները բարդությունների ռիսկ ունեն, բայց ախտորոշիչ տարբերակները կարող են լինել։ Մեկ հետազոտություն եւս, որը կլինիկական նշանակություն դեռևս հիմա չունի, երբ որ մոր արյան մեջ ըստ պտղի դնթ-ի եւս կարողանում են որոշել ունի հեմոֆիլիա թե ոչ, բայց դա դեռևս ավելի փորձարկումների փուլում է այս հետազոտությունը։ Որ տարիքից է արտահայտվում հիվանդությունը։ Հիվանդությունը սովորաբար նորածնային տարիքից է արտահայտվում եւ քանի որ ինքը կլինիկորեն կարող է լինել թեթև, միջին եւ ծանր աստիճանի, ծանր աստիճանի հիվանդությունը սովորաբար հենց նորածնային շրջանից դրսևորում է, կամ թեկուզ փոքր տարիքյան երեխաները, ովքեր անցնում են թլպատում կամ լեզվի սանձիկի հատում, այս միջամտություններից հետո կարող են առնահոսել եւ սա լինի հետագա հետազոտությունների պատճառը, կամ այն տարիքում, երբ որ երեխաները արդեն սկսում են իրենք ինքնուրույն շարժվել եւ իրենց հարվածել տարբեր տեղեր, այս ժամանակ կարող է լինել, կամ քթային կամ լնդային առնահոսություններ էլի այս տարիքում կարող են նկատել, սա սովորաբար ծանր եւ որոշ դեպքերում միջին ծանրության հեմոֆիլիայով պացիենտների դեպքում կարող ենք նկատել։ Թեթև ծանրության դեպքերը կարող է ախտորոշվել շատ ավելի ուշ, օրինակ պատանեկության տարիներին, կամ եթե թեթև ծանրության հեմոֆիլիան է, բայց թեթևների մեջ էլ ավելի թեթև, կարող է ախտորոշվել այն ժամանակ օրինակ միայն երբ պացիենտը ինչ-որ ինվազիվ միջամտության պետք է գնա, կամ արդեն գնացել է վիրահատության, դրանից հետո է առնահոսություն գրանցվել, այդպես։ Առհասարակ կլինիկական դրսևորումները հեմոֆիլիայի որոնք են, բնականաբար եթե խոսում ենք մակարդման գործոնի պակասի մասին, հետևաբար առնահոսություններն են լինելու։ Հեմոֆիլիա A-ի եւ B-ի դեպքում ամենատիպիկը դա ներհոդային առնահոսություններն են, այսինքն եւ այստեղ ունենք արատավոր օղակ կարծես։ Պացիենտը երբ որ անդադ առնահոսում է հոդապարկի մեջ, այդ կուտակված արյունը առաջացնում է բորբոքում։ Բորբոքումը իր հերթին հակառակ առնահոսություն, բորբոքում եւ այսպես անընդհատ կարծես ծանր կլինիկայի դեպքում ստոպ չի լինում այս օղակը, եթե պացիենտը ֆակտոր դրսից չի ստանում եւ անընդհատ այստեղ բորբոքվելով գնում է հոդի շարժունակության խախտում, որովհետեւ աճառային մակերեսներն են մաշվում, հոդապարկերում արդեն սպիական փոփոխություններ են լինում եւ մեր հոդը, որը մենք գիտենք թե ինչ շարժումների համար է պատասխանատու, արդեն այդ ֆունկցիոնալ ունակությունները բավականին կորցնում է եւ հենց սա կարող է լինել պատճառ, որ օրինակ փոքր տարիքի երեխաները հրաժարվեն ինչ որ շարժումներ կատարելուց, ձեռքը բացելուց, տարածելուց, որովհետև ցավոտ են լինելու դրանք։ Նույն ներհոդային առնահոսությունները կլինիկորեն դրսևորվում են հոդի կարմրությամբ, այտուցով եւ ցավով։ Մյուսը դա մկանային առնահոսություններն են, միջմկանային, ինչպես նաև տարբեր լորձաթանթային առնահոսությունները, աղեստամոքսային, քթային առնահոսությունները, լնդային, արյունամիզությունը, ինչպես նաև շատ չի հանդիպում, բայց կենտրոնական նյարդային համակարգի, այսինքն գլխուեղի առնահոսություններ եւս լինում են, սա հաճախ հանդիպող չի, բայց հեմոֆիլիայից մահվան պատճառների մեջ առաջին տեղում է գտնվում կենտրոնական նյարդային համակարգի առնահոսությունները։ Եվ մյուս բանը առնահոսություններից բացի պացիենտները գանգատներ կարող են նշել արյան մեծաքանակ կորուստի հետ կապված, այսինքն արյան կորուստ, երկաթի անբավարարություն, իրենց մոտ երկաթի անբավարարության հետ կապված գանգատները, թուլություն, հոգնածություն եւ մնացած ամեն ինչը, ինչպես նաև այս պացիենտների մոտ պետք է ուշադիր լինենք ոսկրային համակարգին, ոսկրերի խտությանը, կալցիումի եւ վիտամին D նյութափոխանակությանը։ Որպես հուշող նշան կարող է լինել հոդի այտուցվածությունը։ Բնականաբար առաջին, եթե փոքր տարիքի երեխաների մասին ենք խոսում եւ ծնողների մասին ամենահուշող նշաններից առաջինը պետք է լինի հոդի այտուցվածությունը, ցավը եւ կարմրությունը եւ այն, որ երեխան չի ցանկանում շարժել եւ այդ հոդը անշարժ է պահում։ Ինչպես նաև եթե սա զուգորդվում է անպայման հարվածից հետո առավել եւս ուշադրության արժանի է եւ եթե ընտանիքում արդեն իսկ տեղյակ են, որ թեկուզ մայրական կողմում կամ նաև երբեմն հայրական կողմով փոխանցվող կա գենը, այդ դեպքում արդեն հոդի կարմրությունը, այտուցը եւ ցավոտ ուռածությունը հարվածից հետո առաջին հուշող նշաններից կարող է լինել։ Քանի որ պաթոլոգիան, ինչպես ես հասկացա, հայտնի է դեռևս մեր թվարկությունից առաջ երկրորդ դարից եւ տղամարդկանց բնորոշ է եղել արյունահոսությունը չդադարող։ Կարող ենք համարել, որ հիմնական ախտանշանը հենց դա է։ Այո, տեսեք, երկրորդ դարում այդ լավ հիշեցրեցիք, հрьяաների մոտ իրենք, եթե ընտանիքում օրինակ առաջին տղազավակին թլպատում էին եւ արյունահոսություններ լինում, երկրորդին էլ չէին թլպատում։ Այստեղից կարծես իրենք
գլխի են ընկնում այդ ժառանգականության մասին, հետո արդեն ինչպես գիտենք ինքը նաև համարում է թագավորական հիվանդություն, որովհետև որոշ թագավորական ընտանիքներում է գենը պտտվել, այսպես ասած, հետո նոր արդեն 20-րդ դարի տարբեր տասնամյակներում հեմոֆիլիան ավելի տարբեր զարգացումներ ապրեց, բայց հեմոֆիլիայի հիմնական ամենաառաջին կլինիկական դրսևորումը դա արնահոսությունն է։ Այսինքն մեր մակարդման ֆակտորները պատասխանատու են մեր արնահոսության համար, օգնում են, որ մենք չարնահոսենք, ֆակտորի անբավարարությունը կամ համարյա 0-ին մոտ լինելը բնականաբար կլինիկորեն առաջինը դրսևորվելու է արյունահոսություններով։ Հեմոֆիլիայի դեպքում արնահոսություններից ամենաառաջին տեղում եւ ամենատիպիկը դրանք հոդային արնահոսություններն են։ Իսկ որ քթից արյուն է գալիս եւ որոշ ժամանակ չի դադարում, նշան է դա։ Տեսեք, հեմոֆիլիայի դեպքում, քանի որ մաշկալորձաթաղանթային արյունահոսությունները ավելի երկրորդական տեղում են, քան ներհոդային եւ մկանային արյունահոսությունները, այսպես կարող ենք ասել, որ հեմոֆիլիայով պացիենտները բնականաբար կարող են ունենալ քթային արյունահոսություններ, բայց եթե պացիենտը դիմել է օրինակ առաջին հերթին հենց քթային արյունահոսությամբ, ամենաառաջինը ոչ թե հեմոֆիլիան մեր մտքով կանցնի, այլ մակարդման մյուս գործոնները։ Իհարկե, նորից եմ ասում, բայց եթե ընտանիքում կա հեմոֆիլիայի անամնեզ եւ եթե օրինակ այդ արնահոսությունը գրանցվել է հարվածից հետո եւ չի դադարում, հա միանշանակ կարող է լինել հեմոֆիլիայի նշան։ Եվ մի բան էլ կցանկանամ նշել, որ օրինակ եթե արդեն պացիենտի մոտ ախտորոշվել է հեմոֆիլիան եւ գլխի հարված է եղել, անգամ եթե կլինիկա չկա, անգամ եթե ցավ չկա, ոչ մի այլ խնդիր չկա, միևնույն է շտապ պետք է դիմել բժշկի կենտրոնական նյարդային համակարգի արնահոսությունը բացառելու համար։ Այդ դեպքում պետք է գոնե նախապես իմանան, որ կա խնդիրը, բա որ չգիտեն։ Նշում եմ այն դեպքերում, երբ որ նախապես կա, բայց եթե օրինակ եղել է գլխի ոչ շատ ուժեղ հարված եւ պացիենտը կանգատ չունի, բնականաբար ոչ բոլորն են առաջինը դիմում բժշկի եւ այստեղ արդեն կախված է հարվածի ծանրությունից։ Սովորաբար հեմոֆիլիան, քանի որ փոքր ժամանակից էլ ախտորոշվում է միջին եւ ծանր ձևերը, որոշ դեպքերում նաեւ թեթև ձևեր է։ Դրա համար արդեն մեր 21-րդ դարում այս բաց թողումների հավանականություն ուշացած դեպքերը քիչ են, այսպես ասեմ։ Քանի որ բնորոշ է հատկապես տղաներին, նրանք էլ դպրոցում շատ են վիճում կամ այդ դեպքում ինչ պետք է լինի, նախապես տեղեկացնեն դասընկերներին, ուսուցիչներին։ Այստեղ մի հարցի մասին կուզեմ խոսել, առհասարակ եւ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում, չնայած երևի թե ավելի շատ Հայաստանում, այդ թաքցնելու միտումը շատ կա, այսինքն թաքցնել շրջապատից, մանկապարտեզից, դպրոցից եւ մնացած բոլոր հնարավոր վայրերից, բայց բնականաբար այստեղ երկրորդ կարծիք չկա, որ դպրոցը պետքա տեղյակ լինի։ Այսինքն ցանկացած տրավմա կարա կյանքին վտանգ սպառնացող լինի, առավել եւս դպրոցական տարիքի երեխաների դեպքում։ Այսինքն ես կցանկանամ խոսքս ուղղել ծնողներին, որ այստեղ ձեր երեխայի կյանքը փրկելու ձեր առաքելությունը, այսպես ասեմ, ավելի կարևոր է, քան թե այն սուբյեկտիվ վախը կամ սուբյեկտիվ մտքերը, որ դուք ունեք, վայ կարող է իմանալ, որ իմ երեխան ունի հեմոֆիլիա, որովհետև ես կարծում եմ, որ հեմոֆիլիայի հետ կապված այս վախերը ավելի շատ սուբյեկտիվ են եւ կարծես մոտ մի 20-30+ տարի առաջվա կարծես տպավորություն է դեռ մարդկանց վրա լինի, այդ տարիներ առաջվա տպավորության տակ նրանք լինեն, որովհետև բոլոր տեսակի հեմոֆիլիայի այդ բարդությունները, հոդի ձևախախտումները, հաշմանդամությունները այն ժամանակ էին ավելի ակտուալ։ Հիմա եթե պացիենտի ախտորոշումը լինում է բավականին շուտ, պացիենտը բժշկին լսելով կամ պրոֆիլակտիկ եւ նաեւ որոշ դեպքերում բուժական ֆակտորի ներարկումները ստանում է, ինքը գրեթե նորմային մոտ ակտիվություն կարող է վարել իր ամբողջ կյանքում, այսինքն հեմոֆիլիան դա ամոթ չի, թաքցնելու չի, ինչ որ դատավճիռ չի գրագետ մոտեցման դեպքում եւ բժշկի գրագետ մոտեցման եւ ամենաառաջին ընտանիքի անդամների։ Հիմնականում ինչպես է բացահայտվում հիվանդությունը։ Տեսեք, հիմնականում երբ որ պացիենտի մոտ սովորաբար նշեմ երեխաների լավ, նույն հոդի այտուցվածություն, ցավ լինում է կամ հարվածից հետո ցանկացած վայրում իրենց արնահոսությունը նորմայից շատ է եւ չի դադարում, երբ որ դիմում են բժշկի, ամենաստանդարտ հետազոտությունները, որ պետք է արվի, արյան ընդհանուր քննություն եւ մակարդելիության անալիզ։
Արյան ընդհանուր քննությունը սովորաբար լինում է նորմալ կամ կարող ենք ունենալ անեմիայի պատկեր, բայց ամենաախտորոշիչ բանը դա կոագուլոգրամմայում մակարդելիության մեջ պարամետրերից մեկի APTT-ի երկարումն է։ APTT-ի երկարում, երբ որ մենք տեսնենք ու համադրենք կլինիկական եւ լաբորատոր մյուս տվյալների հետ, արդեն ստուգվում են APTT-ի համար պատասխանատու մակարդման ֆակտորները։ Ստուգեցինք մակարդման ֆակտորների քանակը արյան մեջ, ունեցանք ցածր ֆակտոր 8, հեմոֆիլիա A-ի մասին է խոսում, ցածր ֆակտոր 9 B-ի մասին կխոսի, երբ որ 11 Հz գործոնի ցածրություն կունենանք C-ի մասին կխոսի։ Այսինքն երկարացած APTT եւ տվյալ ֆակտորի պակաս արյան մեջ։ Եվ ըստ ծանրության, եթե սովորաբար ծանրությունը բաժանում ենք ըստ ֆակտորի քանակի։ Եթե ֆակտորի քանակը 1%-ից ցածր է, համարվում է ծանր ձև, 1%-ից 5%-ը միջին ծանրության ձև եւ 5%-ից բարձրը արդեն ծանր 5-ից 40%-ը ծանր ձև, քանի որ ֆակտորների նորման 50-ից 150%-ն է։ Հեմոֆիլիա ունեցողների թիվը շատ է։ Տեսեք, Հայաստանում կարող եմ ասել, որ բնականաբար հեմոֆիլիա A-ն ամբողջ աշխարհում էլ ավելի տարածված է, քան B-ն։ Մենք ունենք հեմոֆիլիա A-ով 229 պացիենտ, հեմոֆիլիա B-ով 34 պացիենտ, իսկ առհասարակ տարածվածությամբ հեմոֆիլիա A հանդիպում է աշխարհում 5000-ից 1 տղայի մոտ, հեմոֆիլիա B-ն 25-ից 30 հազարից 1-ի մոտ, հեմոֆիլիա C-ի տարածվածությունը շատ տարբեր է, որովհետև ինքը ավելի շատ հանդիպում է հրեաների մոտ։ Այնտեղ շատ տարածված է։ Ազգեր կան, որ ընդհանրապես հեմոֆիլիա C չկա, կան ազգեր, որոնց դեպքում միլիոնից 3-ի մոտ է օրինակ հեմոֆիլիա C-ն։ Բա ինչ անել, որ չժառանգեն հիվանդությունը։ Տեսեք, այս հարցին երևի թե այսպես պատասխանեմ, բժիշկ հղիության պլանավորումից առաջ բժիշկ գենետիկի խորհրդատվություն։ Եթե ու բժիշկ գենետիկը ու գինեկոլոգի հետ արդեն պետք է քննարկեն այն տարբերակները, որոնց դեպքում օրինակ մի քիչ այդտեղ սեռային հարցն է գալիս, որ ես այդքան չէի ցանկանա բարձրաձայնել, բայց ասեմ առհասարակ իրականությունը ինչու որ կա։ Այդ դեպքում պացիենտին բացատրվում է, որ աղջիկ երեխա ունենալու դեպքում նա ուղղակի լինելու է կրող եւ գենը փոխանցելու է իր սերունդներին, եւ եթե նա ունենա տղա, հավանականություն կլինի, որ կունենա հեմոֆիլիա օրինակ 50% հավանականությամբ, դու ձեր թորնիկը արդեն։ Եթե ունենալու եք տղա երեխա, եթե գենը կրողը պապանա, դա հիվանդության դրսևորվողը, արդեն տղա երեխայի հետ կապված խնդիր չկա։ Եւ շատերը կարող են նախընտրեն էկոև հղիությունը, արտամարմնային բեղմնավորմամբ եւ տղա երեխայի ծնունդ։ Եթե դեռևս չեն իմացել եւ արդեն հղիությունը կա, պտղի սեռը իմանալուց հետո, որ եթե երեխան տղա է ու հարց չի լինելու, եթե աղջիկ է կրող է լինելու, իրականում եթե երեխան տղա է հարց չի լինելու այն պարագայում, եթե երեխայի պապան է հիվանդը ընտանիքում, որովհետև եթե պապայի հետ կապված խնդիր չկա ու մաման կրողն է, այդ պարագայում հենց տղա երեխան է հիվանդը լինելու։ Այսինքն կան տարբերակներ, որ ընտրել կամ առանց գենը կրող երեխայի էկոյի որոշ տարբերակներն են, կամ ուղղակի կրող երեխա հետագային որ ծնվի, կամ կան մարդիկ, ովքեր արդեն հղի են եւ տեղյակ են, որ իրենց երեխան կունենա հեմոֆիլիա եւ ծանր ձև, բայց իրենք միևնույն է ցանկանում են հղիությունը պահպանել եւ ունենալ այդ երեխային։ Հեմոֆիլիա ունեցողները հաճախ են ունենում արյան փոխներարկման կարիք։ Նախկինում բավականին շատ եւ արյան փոխներարկում ասելով ես այստեղ կցանկանայի նշել նաեւ պլազմայի փոխներարկումը, որովհետեւ եթե խոսենք առհասարակ հեմոֆիլիայի բուժումից, ես բուժման մասին շատ տխուր կխոսեի, եթե մենք լինեինք 1960-ական թվականներին, որովհետեւ այդ ժամանակ միակ տարբերակը դա պլազմայի փոխներարկումն էր, բայց ինչի էր դա տխուր, որովհետեւ այդ պլազմը ստանում էին հետեւյալ պայմաններում։ Բազմաթիվ դոնորներից հավաքված արյունը կարծես կուտակվում էր մեկ վայրում եւ այդտեղից էր արդեն բոլորին փոխներարկվում։ Եւ եթե անգամ դոնորներից մեկը ունենար հեպատիտ B, C կամ միավ, դա տարածվելու էր այսպես մասշտաբային։ Եվ դրա համար 1980-ականներին նաեւ կարելի ասել էպիդեմիա եղավ միավի հեմոֆիլիկների շրջանում։ Ու այդ ժամանակ քանի որ պլազմաներ փոխներարկվում եւ առնահոսություններն էին շատ լինում, հա, արյան փոխներարկումներն էին շատ։ Հիմա սովորաբար արյան փոխներարկումներին բանը հասնում է, եթե օրինակ ծանր հեմոֆիլիայով պացիենտը գնում է ինչ-որ վիրահատության, պլանային կամ ոչ պլանային, եւ բացի իր ֆակտորներից, բացի այլ դեղերից, որ ինքը ստանում է, միևնույն է առնահոսությունը այնպես է ընթանում,
վիրահատության ընթացքը, որ հա ունենում են արյան շատ կորուստ ու փոխներարկման կարիք լինում է։ Այդ պատճառով է, որ ասում են հեմոֆիլիա ունեցողները պետք է հեպատիտ A-ի եւ B-ի դեմ պատվաստվեն։ Տեսեք, միանշանակ այո, որովհետև հիմա իրականում վիրուսային հեպատիտները այդքան ակտուալ չեն հեմոֆիլիկների շրջանում, ինչքան այն ժամանակ էին, որովհետև նույնիսկ այդ 1960-80-ականներից հետո, երբ որ արդեն իմացվեց այդ մասին, հեպատիտների, դե միավի մասին 80-ականներից հետո են առհասարակ իմացել, բայց այն ժամանակ էլ այդ վիրուսների հայտնաբերման մեթոդները այդքան ճշգրիտ չէին, որ կարողանային լիարժեքորեն վերացնել այդ ռիսկը, հիմա ավելի ճշգրիտ են։ Եվ հիմա պացիենտները բուժական նպատակով պլազմայի կարիք սովորաբար չեն ունենում հեմոֆիլիայի։ Ուրիշ բան, որ հիմա եթե հեմոֆիլիայի բուժումը ֆակտորների պատրաստուկներն են 8-րդ կամ 9-րդ։ Այդ պատրաստուկները լինում են տարբեր, կամ հենց մարդու պլազմայից ստացած, կամ ռեկոմբինանտ, այսինքն գործարանային պայմաններում ստացած։ Եվ մարդու պլազմայից ստացածը որոշ դեպքերում նախկինում այդ շատ քիչ, բայց աննշան ռիսկ ունեցել է, իհարկե ոչ հեպատիտ B-ի եւ C-ի, որովհետեւ էլիմինացիան կարելի է ասել գրեթե 100% դրանց դեպքում, բայց որոշ այլ վիրուսների, օրինակ պարվովիրուսը կամ չգիտեմ պրիոնային տարբեր սպիտակուցներ կան, որ կարող է հնարավոր է պահպանվեն իրենք, բայց հեպատիտ B-ի պատվաստումը միանշանակ հեմոֆիլիայով պացիենտների շրջանում, որովհետեւ իրենք ոնց էլ լինի, իրենց մոտ փոխներարկումների հավանականությունը ավելի բարձր է լինելու, քան թե ոչ հեմոֆիլիայով մարդկանց։ Կան սպորտաձևեր, որոնցով չպետք է զբաղվեն հեմոֆիլիա ունեցող մարդիկ։ Ես ասեմ, որ կան սպորտաձևեր, որոնք խրախուսելի են հեմոֆիլիայով պացիենտներին, դրանք ոչ տրավմատիկ սպորտաձևերն են, անգամ խրախուսել է իրենց, բայց այն սպորտաձևերը, որոնք հարվածներով են, օրինակ բոքսը եւ այդ շարքի բոլոր սպորտաձևերը կամ տրավմաները, ինչ որ ծանր հեմոֆիլիայով պացիենտին շատ ծանր քաշերով պարապմունքները միանշանակ չէ։ Այսինքն տրավմատիկ սպորտաձևերը ոչ, ըմբշամարտ, բոքս, այսպես բաները եւ ծանր քաշերով, մնացած ավելի մեղմ եւ թեթև սպորտաձևերը նույնիսկ խրախուսվում են։ Իսկ բուժումը ինչպես է իրականացվում։ Բուժումը հիմա 21-րդ դարում առաջին հերթին մակարդման պատրաստուկներն են գործոնների։ Հեմոֆիլիայի A-ի դեպքում 8-րդ գործոնի պատրաստուկ, B-ի դեպքում 9-րդ գործոնի պատրաստուկները։ Այդ պատրաստուկները շատ տարբեր են, կիրառության մեջ են մտել կարելի ասել 90-ական թվականներից, բայց հիմա իրենք ավելի կատարելագործված են ու կան կարճատև ազդեցության, երկարատև ազդեցության, կան պլազմայից ստացած, կան ռեկոմբինանտ, առհասարակ հեմոֆիլիայի բուժում նշանակում է առաջին հերթին առնահոսությունների կանխարգելում։ Դրա համար կախված հիվանդության ծանրության աստիճանից կան պացիենտներ, որ իրենց բուժումը, անկախ նրանից իրենք առնահոսություն կունենան թե չեն ունենա, ֆակտորի պատրաստուկներով պրոֆիլակտիկան է, այսինքն անկախ հարվածից կամ վիրահատությունից շաբաթը 3 անգամ իրենք ըստ իրենց կիլոգրամի քաշի հաշվարկով ֆակտորը ստանան միշտ պահպանողական պրոֆիլակտիկ կամ միջին ձևերի որոշ դեպքերում եւ թեթև ծանրության դեպքերի դեպքում պատրաստուկ ստանում են, եթե պետքա գնան ինչ-որ ինվազիվ միջամտության, վիրահատություն, ատամի հեռացում եւ այլն, կամ ինչ-որ հարվածից հետո, եթե արդեն առնահոսությունը կա։ Սա ինչ վերաբերում է պատրաստուկներին, մյուս բանը դա կան հիմա ավելի նոր դեղամիջոցներ, որոնք 8-րդ գործոնի ֆունկցիան իրանց վրա վերցնողն են օրգանիզմում, մոնոկլոնալ հակամարմիններ, տարբեր անվանումներով, իրենցից ամենահայտնին էմիցիզումաբն է, որը հեմոֆիլիա A-ի դեպքում է կիրառվում ինհիբիտորներով եւ առանց ինհիբիտորների։ Հա, այստեղ կցանկանամ նշել նաեւ ինհիբիտորների մասին, թե ինչ են առհասարակ ինհիբիտորները։ Տեսեք, հեմոֆիլիայով պացիենտները, ովքեր անդադար ստանում են պատրաստուկներ, դրսից ներմուծված պատրաստուկի հանդեպ մեր օրգանիզմը առաջացնում է հակամարմիններ, եւ այդ հակամարմինները ուղղորդվելով 8-րդ գործոնի դեմ ժամանակի ընթացքում պատրաստուկի էֆեկտիվությունը մեր օրգանիզմում նվազեցնում են, այսինքն նույն գործոնը, որ ինքը նախկինում ստանում էր, ինչ որ մի պահից հետո հնարավոր է այլևս նույն էֆեկտը չունենա։ Այստեղ պետք է հասկանալ նախ այդ ինհիբիտորի տիտրը ինչքան է, 5 միավորից բետեստայի ցածր է թե բարձր, եւ կան իհարկե տարբերակներ այդ ինհիբիտորներից խուսափելու համար, կամ եթե իրանք արդեն առաջացել են կախված տիտրից, այդ պարագայում նույն մոնոկլոնալ հակամարմինները կարող են լինել ընտրության բուժում, էմիցիզումաբ կամ դեսենսիտիզացիա ասվածն է, երբ որ ֆակտորի հետ արվում է նաև բարձր տեղաչափային իմունաճնշիչ պրեպարատ, դա կլինի հորմոն, գլյուկոկորտիկոստերոիդ, թե այլ իմունաճնշիչ կամ իմուն տոլերանտության զարգացումը, երբ որ անընդհատ ստաբիլ
որոշակի դոզայով պացիենտին ֆակտոր 8-րդ կամ 9-րդ գործոնի պատրաստուկ է ներարկում եւ կարծես փորձում ենք իմունիտետին խաբել կամ իմի բերել իրեն, որ հանգիստ թողնի այդ ամեն ինչը։ Կան հետազոտություններ, որ իմուն տոլերանտության զարգացումը ավելի էֆեկտիվ է լինում մեկ այլ դեղամիջոցի, օրինակ ռիտուքսիմաբի, մապտերայի հետ զուգահեռ անելով։ Սա ինհիբիտորների հետ կապված, որ իրենք էլ են կարևոր եւ որոշիչ դեր կատարում ընթացքի հետ կապված հեմոֆիլիայի հիվանդության ծանրության։ Մոտ 10 տարի առաջ խոսում էին այն մասին, որ կա այդ ձեր նշած պատրաստուկների խնդիր։ Հիմա ապահովված է ամեն ինչ։ Տեսեք, հիմա ապահովվածության հետ կապված խնդիր չունենք հեմոֆիլիայի պատրաստուկների։ Իրականում Հայաստանի Հանրապետությունում հասանելիությունը կա հեմոֆիլիայի պատրաստուկների եւ հասանելիությունը այսպես է եւ առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ եւ հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի ջանքերով։ Ինչպես նաև էմիցիզումաբի դեղորայքը մոնոկլոնալ հակամարմինները, դա կարելի է ասել վերջին սերնդի բուժումներից է, որ եւս Հայաստանում կարող ենք հպարտությամբ ասել, որ իրականացվում է, այսինքն հեմոֆիլիան այն ախտորոշումներից է, որ 10 տարի առաջ, 20 տարի առաջ իր մասին լրիվ ուրիշ բաներ էինք խոսելու, հիմա լրիվ ուրիշ, նույն բուժման ընթացքի եւ պրոգնոզի հետ կապված։ Եվ նաև գենային թերապիայի մասին եւս կուզեմ խոսել, որ դա հիմա եւս իրականացում են, բայց ավելի ապագայի բուժման տարբերակ կարող է լինել։ Իհարկե, հեմոֆիլիա B-ի հետ կապված արդեն FDA-ի կողմից հաստատվել է, հեմոֆիլիա A-ի հետ կապված Ամերիկայում FDA-ի կողմից դեռ չի հաստատվել, բայց Եվրոպայում իրականացվում են գենային թերապիան, այսինքն երբ որ վիրուսին կպած կոպիտ ասած առողջ գենը ներմուծվում է օրգանիզմ, եւ դա պետք է պայմանավորի օրգանիզմի համար նորմալ լիարժեք քանակության ֆակտորի սինթեզը։ Ճիշտ եմ հասկանում, եթե հիվանդությունը առկա է, ապա բուժումը ամբողջ կյանքի համար է։ Տեսեք, ես առհասարակ այս հարցը, որ մարդկանց կարող է հետաքրքրել, արդյոք հեմոֆիլիան բուժելի է, թե անբուժելի, եկեք այդ բուժելի անբուժելի բառերի փոխարեն ասենք վերահսկելի, թե ոչ վերահսկելի։ 2026 թվականին, իհարկե նախորդող տարիներից սկսած էլ հեմոֆիլիան համարվում է լիարժեք վերահսկելի հիվանդություն, այսինքն պացիենտ, ով ունի ժառանգական հեմոֆիլիա, չի կարող այնպես լինել, որ իր օրգանիզմը ինչ-որ մի պահից իր ինքնուրույն գործոնը սկսի առաջացնել եւ առանց դեղի պացիենտը խնդիր չունենա, բայց հաշվի առնելով ծանրության ձևից, եթե պացիենտը իր ընթացքը իմանալով բուժումը ճիշտ է արվում, դա համարվում է լրիվ վերահսկելի հիվանդություն եւ ինքը կարող է լիարժեք ակտիվ կյանք վարել, այսպես ասեմ։ Ու հեմոֆիլիայի բարդություններն էլ ինչ կային նախկինում, հիմա այդքան էլ հաճախ չեն հանդիպում, եթե պացիենտը լիարժեք բուժումը կատարի, այսինքն եթե նա չունի արնահոսություն օրինակ, բայց գիտի, որ ծանր հեմոֆիլիա ունի, շատ պացիենտներ կան, որ կարող են ասել դե լավ, ինչի ստանամ ֆակտոր, միևնույնն է չեմ արնահոսում, բայց այստեղ ամենակարևոր մասը, որ պրոֆիլակտիկ պատրաստուկների ստացումն է առաջին հերթին։ Այսինքն, եթե խնդիրը կա անգամ չի էլ արտահայտվում, պետք է այդ պատրաստվի։ Կախված ծանրության աստիճանից, չէ, օրինակ եթե թեթև հեմոֆիլիան է եւ պացիենտը ոչ միտեղ չի հարվածել, չի արնահոսում, ֆակտոր պետք չի որ ստանա, բայց ծանր հեմոֆիլիան եւ միջին ծանրության որոշ դեպքերում ինքը կարնահոսի թե չի արնահոսի, հարված կստանա, չի ստանա, պրոֆիլակտիկ իր ներարկումները ուղղակի անհրաժեշտություն են։ Մեզ մոտ ավելի շատ ծանր դեպքերն են, թե թեթև։ Տեսեք, առհասարակ սովորաբար ավելի շատ ծանր դեպքերն են։ Մոտավորապես դեպքերի մի 50-ից 70%-ը դա ծանր դեպքերն են։ Եվ մի բան էլ կուզեմ նշեմ, առհասարակ մենք հեմոֆիլիա ասում ենք ժառանգական հիվանդություն, արդեն պարզեցինք, որ 70% դեպքերում որ ծնողից ենք վերցնում, մյուս 30% դեպքերում ծնողները կարելի ասել կապ չեն ունենում, ներարգանդային կյանքի ընթացքում է լինում, բայց կա նաև երրորդ տերմին է, այսպես ասեմ, ձեռքբերովի հեմոֆիլիան, իհարկե հիմա իրենց ասում են ձեռքբերովի գործոնների անբավարարություն, երբ որ գենետիկորեն ամեն ինչ նորմալ է, բայց մեր իմուն համակարգը թիրախավորում է 8-րդ կամ 9-րդ գործոններին եւ հակամարմիններ հակառակ նյութեր է արտադրում այդ գործոնների հանդեպ։ Այսինքն մեր իմունիտետը կարծես քայքայի մեր գործոններին։ Այստեղ իհարկե բուժման տակտիկան լրիվ այլ է։ Իդեպ այս խնդիրը ունեցողները պետք է խուսափեն արյունը նոսրացնող դեղորայքից։ Տեսեք, շատ լավ հարց տվեցիք։ Իրականում, քանի որ այս պացիենտները նաեւ ու ներհոդային առնահոսությունները լինում են շատ ցավոտ եւ իրենք ավելի շատ են նորմայից դուրս ցավազրկողների կարիք ունենում, իսկ այդ ցավազրկողների մեծ մասը ոչ սերոիդային հակաբորբոքային դեղերն են ու իրանց մի մասը արյունը ջրիկացնող կոպիտ ասած էֆեկտը ունենում են, կան որոշ պրեպարատներ, որ ցանկալի է, որ իրենք խուսափեն։ Բայց այսպիսի մի բան էլ կա, որ ընդհանրապես բացառված չի, որ հեմոֆիլիայով պացիենտը ունենա թրոմբ։
Այսինքն ըստ տրամաբանության ինքը ունի ջրիկ արյուն, բայց այդ օղակից դուրս այլ օղակի խնդրի պատճառով կամ ինչ-որ պրովոկացիայի միջավայրի գործոնների ազդեցության տակ պրովոկացիայի արդյունքում թրոմբ լինի, նույն իշեմիկ կաթված, սրտամկանի ինֆարկտ կամ այլ տեղում թրոմբ։ Այս դեպքում միանշանակ ինքը իր արյունը ջրի կասնող պրեպարատը ստանալու է, իհարկե դոզաների հետ կապված հարց է լինելու ու պատրաստուկը, որ ինքը ստանում է, դրա տիտրացիայի հարց է լինելու, բալանսի բերելով եւ ստանալու իր ֆակտորը եւ արյունը ջրի կասնող պրեպարատը։ Հաճախ է լինում, որ օրինակ մարդիկ գնում են ատամնաբույժի մոտ, այս հիվանդություն ունեցողները եւ խնդիրներ են առաջանում, օրինակ արյունահոսություն։ Եվ ատամնաբույժի մոտ գնալիս եւ այլ վիրահատությունների դիմելիս ինչ պետք է իմանա բուժառուն։ Քանի որ արդեն հաստատված հեմոֆիլիայով պացիենտն է, եթե այդ բժշկին եւ ստոմատոլոգին եւ օրինակ ցանկացած այլ վիրահատություն պլանային է, ըստ ծանրության աստիճանի ինքը նախապես պետք է իր մակարդման պատրաստուկը ստանա, նոր գնա վիրահատությանը։ Կախված վիրահատության ծավալից եւ հեմոֆիլիայի ծանրությունից միգուցե պատրաստուկը շարունակի հետո էլ ստանալ հետ վիրահատական շրջանում էլ։ Այսինքն պլանային ցանկացած միջամտություն առաջ բժշկի հետ խոսելով պետք է ֆակտորի պատրաստուկները ստանա։ Միանշանակ եթե հեմոֆիլիայով պացիենտը եւ շտապ վիրահատությունը, օրինակ ինչ որ վթար է, վնասված կա, այս բարակայում եւս նորից ֆակտորի պատրաստուկները իրենք պետք է ստանան։ Շնորհակալություն։ Ձեզ եւս շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք զրուցում ենք Յոլյան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի հեմոֆիլիա եւ թրոմբոզի կենտրոնի արյունաբան Լիաննա Համբարձումյանի հետ։